Ցավալ չի պատրաստում դերին քարտալ, բայց Կամավինգան որոշում է զբաղվել արկածախնդրությամբ եւ այդ արկածախնդրությունը ամբողջովին փչացնում է Ռեալի պլանները։ Այո, Ռեալի ֆուտբոլիստները ասում են, որ դա կարմիր չէ, Արբելոան բողոքում է, բոլորը բողոքում են, բայց սա սխալ է, որովհետեւ այս կարմիր քարտը արդարացի է։ Կամավինգան իրավունք չունի ունենալով դերին քարտ, վերցնել գնդակը եւ չտալ մրցակցին։ Մրցավարը կարող է շատ հանգիստ դրա համար տալ երկրորդ դերինը, ինչը մրցավարը եւ ցույց տվեց այդ երկրորդ դերինը եւ Կամավինգային ասեց հաջողություն։ Ու ճիշտ արեց, սա միակ Կամավինգայի պատասխանատվության տակ է, այստեղ ուղղակի հասկանում եմ Ռեալի ֆուտբոլիստի էմոցիաները, նրանք ձախողեցին ամբողջ առաջնությունը, նրանք նորից մնացին առանց տիտղոսի, Արբելոան հավանաբար կհեռանա, երբ որ ես նկարում եմ այս տեսանյութը, այնտեղ արդեն Մարիո Կորտագենան հայտնում է, որ մեծ հավատությամբ նա հեռացվելու է այս վերջին ամիսը անցկացնելուց հետո Ռեալ Մադրիդում, որտեղ Լա Լիգայում ուղղակի պետք է ամեն ինչ անել, որպեսզի Կիլիան Մբապեն դառնա գլխավոր ռմբարկու, թերևս իմ կարծիքով դա Ռեալ Մադրիդի երկրպագուներին ամենաքիչն է հետաքրքրում նման անիցիալ մանաջող սեզոնից հետո։ Եվ այս կարմիր քարտից հետո արդեն հասկանում ենք, հենակետային կողքին դատարկ էր մնացել, թիմում կա Մբապեն, որը ընդհանրապես եթե չի մասնակցում պաշտպանությանը, կա Վինիսիուսը, որոնց դերակատարումը պաշտպանությունում ուժեղ չէ, եւ Բավարիայի ճնշումը, որ արդեն կարող մեծելու Ռեալը դիմակայում էր դրան ինչքան կարա, արդեն շատ բարդ էր դիմակայել։ Այստեղ չկար ֆուտբոլիստ, որը կարող էր մտնել ու ինչ-որ բան փոխել, որի ժամանակն էլ չեղավ դա անելու, որովհետեւ մենք հասկանում ենք, եթե փոփոխության պետք է գնա Ռեալը, պետք է փոխարինվեր կամ Մբապեն կամ Վինիսիուսը, մտնել չգիտեմ ինչ-որ պաշտպան կամ փորձել գտնել ինչ-որ հենակետային կիսապաշտպանի, որը թիմում այդ բան չկար, եւ փորձել ավտոբուս խաղալ եւ մեկ հոգի թողնել արժեվում, նկատակել Մբապեն կամ Վինիսիուսը, այլ ուրիշ պլան չկար, բայց այնքան արագ տեղի ունեցավ այդ ամեն ինչը, որ փոփոխությունը որի չհասցրեց Ռեալը անել եւ նաեւ շատ վատ, այսպես ասած, անդրադարձ եղավ եւ 89-րդ րոպեին Միշելայի փոխանցել Լուիս Դիասը այդ կարողացավ հաշիվը դարձնել 3-0, ինչը նշանակում էր, որ Ռեալ Մադրիդը ուղղակի զոհվել է։ Սրանց պետք է ռիսկի գնալ, Ալեքսանդր Արնոլդի փոխարեն Պիտար չհայտնվեց, Յուլերի փոխարեն Մաստանտոնոն հայտնվեց, Ռեալը փորձեց փրկել խաղը, ինչը իհարկե չստացվեց եւ հակագրոհի վրա Օլիսեն կարողացավ Արիքենի փոխանցումից հետո խփել նաեւ 4-րդ գոլը եւ այստեղ էս պետք է